Ես հանդիսանում եմ գործարանի գլխավոր էներգետիկը, ես նույնպես հանդիսանում եմ գործարանի աշխատակից, ինչպես նշեց մեր գլխավոր հաշվապան, ստեղ բացի մեր բարձրացված ձայները, որը բոլորս մի ամուր համաձայն ենք դրան, որպեսզի լուծվի այս հարցը, այս ժողովուրդը չմնան առանց աշխատանքի, արդեն շուրջ մեկ շաբաթից ավել է դուք տեսնում եք, որ կնիկված է, գործարանը փակ է, բայց կան այդ գործարանում նաև հարցեր, տեխնիկական հարցեր, որը վերաբերվում է հումքին, արտադրանքին եւ որոշակի մատերիալներ, որոնք օգտագործվում են արտադրության մեջ։ Այդտեղ անհրաժեշտություն կա մեծ, որպեսզի պահվի հատուկ ռեժիմի կարգավիճակում։ Մենք այնտեղ պահում ենք եւ խոնավությունը, եւ ջերմաստիճանը, եւ միջավայրի եւ հումքի տարբեր միջավայրերում ունի տարբեր իր պարամետրերը։ Դրա համար անհրաժեշտություն կա շուտապույտ այդ հարցի լուծումը տալու, որպեսզի չունենանք մեծ արժեքների կորուստ, որը եւ վնասելու է եւ մեզ, եւ սեփականատիրոջը, եւ տնտեսությանը, հանրապետության։ Ինչպես գիտեք, մեր գործարանը հանդիսանում է, եթե չեմ սխալվում, մտնում է 5-ից 6 տասնյակի որպես հարկատու։ Մենք շուրջ մեծ գումարներ ենք վճարում պետությանը հարկերը։ Դրա համար կուզենայի շուտապույտ լուծում ստանալ, որպեսզի եւ հումքը չփչացնեինք եւ այսքան ընտանիքներ չմնային առանց ֆինանսական աջակցության, կարելի ասել աշխատավարձի։ Այո, չեն կարողանում կարգավորենք, որտեղ բոլոր պրիբորները, բոլոր ստուգիչ սարքերը գտնվում են ներսում, արտադրամասում, պահեստներում, լաբորատորիաներում, որոնք տարբեր տեղեր ունեն իրենց համապատասխան պարամետրերը։ Մենք չենք կարողանում դա իրականացնել եւ հիմա գնում է կոպիտ ասած մեր փչացման process-ը հումքի։ Մեծ կորուստների ընդհանրապես, որը մեծ գումարների հետ կապ ունի։ Եվ հումքն է թանկ, այսօր գիտեք, եւ իր process-ներն են թանկ։ Ես բարակայում չի պատրաստվում արել։ Մեր հարցը բարձրացնենք, հասնի տեղ, կառավարությունը որոշում կայացնի ճիշտ, որպեսզի ճիշտ լուծում ստանա այս ամեն ինչը։ Ընդամենը մեր պահանջը դա է։